Լուրջ եմ ասում, չէի ձայնագրվելու, եթե ֆիդիս մեջ անընդհատ տարբեր պարբերականությամբ, տարբեր աղբյուրներից չլսվեր թառանչը, թե բա մենք ոնց ենք սա հանդուրժում, թե ինչի ենք մենք հանդուրժում, մենք ինչ ազգ ենք, եւ ոնց է մեկը գրել էր, ոնց է մինչեւ հիմա այս մարդը մտնում կառավարության շենք, առավոտը շուտ անքուն գիշերների առավոտյան ժամը 5-ի 6-ի հիմնական հարցներ, ընդ որում բանով գրված հարցեր էլի, հուզականությամբ ու ես սկսեցի ինքս ինձ հարցեր տալ, թե ախր ոնց է դա լինում ու պատասխանեցի, գիտեք որ Նիկոլ Փաշինյանը ներկա դրությամբ գտնվում է համաշխարհային թրենդի մեջ, լուրջ եմ ասում, չէ, մի հիմա ողբացեք, որովհետև ժամանակին կոպիտ դիկտատուրաներ համաշխարհային տրենդ, Ստալինի Հիտլերի արև, հետո պլուտոկրատիաներ ժամանակին համաշխարհային տրենդ, Երաների ժամանակներ կային, որ ազնվականությունն ու ասպետականությունն էր համաշխարհային տրենդ, տրենդները փոխվում են, չկարծեք, որ որևէ տրենդ մշտական է, ուղղակի այս պահին ինքը համաշխարհային տրենդի մեջ է։ Բացատրեմ 3 բաղկացուցիչ ու գնամ իմ անիմաստ գործերով, որովհետև հիմա ներկայությամբ լուրջ եմ ասում, գործերը կորցրել են բացարձակ բովանդակային իմաստը, լավ, ինչևէ։ Ուրեմն այդ տրենդի 3 բաղկացուցիչներն են։ Առաջինը՝ դեհումանիզացիա, ապա մարդկայնացում։ Այդ գիտեք, երբ բանի սկսվեց, երբ որ ես կորոնայի ժամանակ տեսա, որ Էլոն Մասկը եւ մնացած թվային էլիտայի, իսկ նրա գիտեք, չէ, բոլորը սոցիոպատ են, անխտիր բոլորը սոցիոպատ են։ Սկսեցին խոսել, որ պետք չի ընդհանրապես գրկվել, դա ինչ հիմար ավանդույթ է, այո, մարդիկ տեսնելիս չպետք է համբուրվեն, չպետք է ձեռք տան եւ ընդհանրապես ինչ կարիք կա ֆիզիկական մակարդակով շփվել, երբ որ մենք կարող ենք շփվել էլեկտրոնային վիրտուալ մակարդակով։ Մարմինը գործընթացի տակից տանելը, վկածես վիրտուալ սեքսը, վկածես վիրտուալ բոլոր վիրտուալ կոնֆերենցիա, հասկանում եք, վիրտուալ կոնֆերենցիա, որտեղ դու կարող ես նստել առանց շալվարի, որտեղ երևում է քո միայն առաջին մասը, դա արդեն կիսատ կոնֆերենցիա է։ Այսինքն առաջի հատվածդ մասնակցում է, ներքևինը չի մասնակցում, ինչքան ուզում է այդ պահին խելոք մտքեր մարդիկ արտահայտեն։ Լավ, ինչ որ է սա, դա ուրեմն առաջինը դեհումանիզացիան է։ Եվ Նիկոլ Փաշինյանը մտել է դեհումանիզացիոն տրենդի մեջ, որտեղ մարդը արժեք չունի, մարդկային կյանքի արժեք չունի, այնտեղ մտնում է այդ հռետորաբանությունը, կզսնելու եմ, էս եմ անելու, են եմ անելու։ Դա դեհումանիզացիոն տրենդ է։ Երկրորդ տրենդը դա ապաբարոյականացումն է, դեմորալիզացիա, եւ այդ ապաբարոյականացումը նույնպես համաշխարհային տրենդ է, որովհետեւ երբ որ արդեն համաշխարհային մակարդակում, օրինակ, հարձակում է գնում, ասենք, խորհրդավոր ընթրիք, հիշում եք ֆրանսիական օլիմպիադան, երբ որ խորհրդային ընթրիքի վրա կասեք, հա, դու կրոնավոր ես, վայ, իսեր աստծո, իմ նման ագնոստիկ երկրորդը չկա, բայց խնդիրն այն չի, խնդիրն այն է, որ քրիստոնեական բարոյականությունը, որ եվրոպական հիմնարար բարոյականությունն է, խոսում է մարդու քրիստոնեական զոհողականության, իր կյանքը մերձավորի համար զոհելու, գաղափարի ետևից գնալու, դա բարոյական բարձրագույն նշաձողն է, որ երբևէ մարդկությունը կարող է ստեղծել։ Եվ դրա վրա սիմվոլիկ հարձակումը ազդարարում էր ընդհանուր աշխարհի դեմորալիզացիոն, դեսակրալիզացիոն, այսինքն դա ապաբարոյականացումն է արդեն սակրալիզացիայի մակարդակի վրա։ Այդ երկրորդը։ Եվ երբ որ մենք տեսնում ենք այդ հարձակումները եկեղեցու բանի վրա, հա կասեք, որտեղ տնտեսական եւ այլ տիպի շահեր կան հրահանգներ, կան, բայց մենք ինչի ենք հանդուրժում, կամ Եվրոպան բան, Եվրոպան ինքը գտնվում է դեհումանիզացիոն, դեմորալիզացիոն, դեսակրալիզացիոն տրենդի մեջ։ Եվ երրորդը, գիտեք, չէ, տերմինը չէի գտնում,
տերմինը մոռացել էի անհույս չէի գտնում ու այսօր առավոտյան գտա, դա նշան էր, որ պետք է սա ձայնագրվել, կոչվում էր ֆաբուլիզմ։ Ֆաբուլիզմը գիտեք որն է։ Երբ որ դու ստեղծում ես պատմություն, երբ որ դու հնարում ես քո եւ մերձավորի կյանքը ու կարճ ասած, եկեք հայերեն ասեմ, էլի, էշություններ ես դուրս տալիս եւ ստիպում ես, որ մարդիկ այդ էշություններին հավատան, ընդ որում ամենաբարձր մակարդակով։ Այս վերջերս պատմությունը հիշում եք, որ պայթեց Քեմբրիջի կարծեմ պրոֆեսորը, որ պարզվեց պրոֆեսոր չի, որ պարզվեց ոչ մի բան չի ավարտել, որ պարզվեց հասելա չգիտեմ ինչ վերևներ եւ այդ պատմությունը բացահայտվեց։ Իդեպ բանը հրեա էր բացահայտողը, վերջը աշխարհի բանը հրեաները բացահայտելու են աշխարհի կործանիչ տրենդները, բայց դրա մասին հետո երբ որ դու ցանկացած էշություն դուրս ես տալիս եւ այդ էշությունը այնքան է մոտիկ միջին վիճակագրական քաղաքացու սրտին, օրինակ ասենք այդ միջին վիճակագրական մանր մարդը, որ ասում էին, չէ, Գոգելը տրագեդիա маленького человека, այն որ Դոստոևսկին գրում էր Записки из подполья, այն մարդու, որը նստած է նկողում, մենակ տեսնում է բոլորի ոտքերը, նախանձում է, ու հանկարծ հայտնվում են մարդիկ, որոնք վստահ դուրս են տալիս այդ քաղաքական էշությունները, բայց դա իրանց սրտին բալասանա, մերոնա, ես ուրիշ օրինակ չբերեմ, Թրամփի դասական օրինակը, ասենք կարա գրի, որ ինքը Վենեսուելայի նախագահն է, կարա գրի, որ ինքը չգիտեմ եկել է, որ 1000 բան է այդպես դուրս տալիս եւ մարդիկ եւ սարսափում են այդ էշությունների մակարդակից եւ նաեւ զարմանում են քաջության վրա եւ միևնույն ժամանակ սպասարկում են գլոբալ տրենդը, իսկ գլոբալ տրենդը գիտեք որն է, բացի նրանից որ մարդը դադարում է լինել մարդ, բացի նրանից որ դադարում է լինել բանը բարոյական մարդ, նա դադարում է լինել նաեւ գեղեցիկ, էսթետիկ եւ ճշմարտախոս, այսինքն ճշմարտությունը գերագույն էսթետիզմն է, այդ տիպի մարդ, ինտերնետը հնայեք, ինչա լեցուն, տարբեր տիպի մարմնական թերություններով, կանայք եւ տղամարդիկ, այդ թերությունները բացում են, պարում են դրա տակ, հավաքում են միլիոնանոց հեյթերների թեկուս բաներ, ծափողջուններ, ինչի համար, որովհետև դա համաշխարհային տրենդ է, եւ դրա համար հիմա, երբ որ Փաշինյանը ասում է բաներ, որ ուղղակի մարդկային երևակայությունը չի կարողանում ընկալել, նա գտնվում է այդ ֆաբուլիզմի տրենդի մեջ։ Այն մենք դրա համար ենք հանդուրժում, որովհետև համաշխարհային որևէ կղզյակ չկա, որտեղ կարող ենք հիմա նետվել եւ դրանից ազատվել, բայց ասեմ դες, տրենդները արագ են փոփոխվում։ Տրենդները շատ արագ են փոփոխվում։ Ես չեմ ասում, որ հիմա պետքա գնանք ու մտնենք այս աբսուրդ համաշխարհային տրենդի մեջ, բայց պետք է հասկանանք, թե որտեղ ենք գտնվում։